Պիտի մի հատ վճարման համար գնանք հասնենք բանկ։ Իմ համար շատ դժվար է։ Telcel, EasyPay, Idram տերմինալներով ու հավելվածներով փետրվարի 1-ից այլևս հնարավոր չի լինի վճարումներ անել Viva, Team Telecom ու Ucom ընկերությունների բջջային կամ ինտերնետ ծառայությունների համար։ Կապի 3 խոշոր օպերատորները խզել են պայմանագրերը վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, թե ինչու օպերատորներից յուրաքանչյուրը բաժանորդներին առանձին գրեթե միանման բացատրություն է տվել։ Viva ընկերությունից հայտարարում են. Վերենշված ընկերությունների հետ ցավոք հնարավոր չեղավ գալ համաձայնության փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ։ Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է։ Կապի օպերատորների որոշումը դժգոհության պատճառ է դարձել։ Բաժանորդներից ոմանց սրտով չէ կամ էլ բարդ են օպերատորների առաջարկած վճարային այլընտրանքները։ Հենց հիմա ես իմ հեռախոսի մեջ հավելված ունեմ, որը բլոկավորվում է։ Մի քանի օր մեծ կին եմ, սխալ համար եմ սխալ, օրական բլոկավորված է։ Ես օրական պիտի գնամ բանկ, բլոկից հանեմ, որ ուզենամ ինչ-որ գործ կատարեմ։ Շատ վատ է։ Բանկում հերթեր են գոյանում, պոչտաներում հերթեր են գոյանում, թոշակառուները թոշակ են ստանում։ Հիմա հեր լիցքավորելու համար գնանք մարկանց նեղություն տանք։ Այն որ հնարավոր է տանից այդ ամեն ինչ անել, արդեն պետքա մոտենանք համապատասխան վայրերից օգտվենք։ Չնայած դժգոհությանը բաժանորդները հաշտվել են մտքի հետ, որ փետրվարից այլընտրանքային վճարային ծառայություններից պետք է օգտվեն։ Տարբերակներից պետքա օգտվենք։ Ոմանց համար խնդիրներ չի առաջացրել փոփոխությունը։ Տերմինալից չեմ օգտվում, ես բանկինգ ունեմ հեռախոսիս մեջ։ Ինձ համար մեկ է ինչ վճարման ծառայություն կլինի, կարևորը տարեց մարդկանց համար հեշտ լինի, կարող են հին վճարման համակարգը թողնել։ Բաժանորդներից շատերը տեղյակ էլ չեն նոր փոփոխության մասին, չգիտեն էլ ինչ սև կատու է անցել կապի օպերատորների ու վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև։ Մինչդեռ EasyPay, Idram, Telcel, FastShift ընկերությունները համատեղ հայտարարությամբ պնդում են, թե հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններն առաջարկել են միջնորդավճարի կտրուկ նվազեցում մինչև 50%-ով։ Ներկայում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը մինչև 40-ից 50% չի ապահովում նույնիսկ նվազագույն տնտեսական հավասարակշռություն եւ գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով։ Սրան ժամեր անց արձագանքեցին Team Telecom-ից հայտարարելով, որ վճարային ընկերությունների առաջարկած պայմանները ենթադրում էին էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։ Team Telecom Armenian գործընկերներին առաջարկել է համապատասխանեցնել սակագները շուկայում ներկայում գործող պայմաններին, այդ թվում քննարկելով փուլային նվազեցման հնարավորությունը փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Այդ առաջարկները ներկայացվել են հիմնավորված կերպով, շեշտադրելով շուկայական հավասարակշռության եւ արդար մրցակցային միջավայրի կարեւորությունը։ Սակայն թիմի կողմից ներկայացված առաջարկներին չի հետևել որևէ հիմնավորված հակադարձում կամ բացատրություն, թե ինչու են այլ ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործում ավելի ցածր սակագներ, մինչդեռ հեռահաղորդակցության ընկերության դեպքում կիրառվում են էապես տարբեր պայմաններ։ Ազատության տվյալներով վճարային ընկերությունները կապի օպերատորներից մինչև 4 անգամ ավելի շատ միջնորդավճար են գանձում կոմունալ վճարումների համեմատ։ Ինչու է կապի օպերատորների դեպքում միջնորդավճարն ավելի բարձր։ Telcel-ից ազատության այս հարցին դեռ չեն արձագանքել։ Մինչ շուկայի խոշոր խաղացողների վեճը չի հանգուցալուծվում, վճարային ծառայություններ մատուցողները պնդում են, որ օպերատորների պայմանագրերը միակողմանի չեղարկելու որոշումը կարող է խախտել արդար մրցակցության սկզբունքները։ Այդ պատճառով դիմել են մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։